Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող Վիգեն Էուլջեկչյանը 36 օր առաջ հացադուլ էր հայտարարել և այժմ ոչ մի լուր չկա, դադարեցրել է այն, թե ոչ։ Հարազատները լուր չունեն նրա առողջական վիճակի մասին։ Էուլջեկյանի արգենտինացի փաստաբան Լուչանա Մինասյանը Փաստինֆոյին ասել է, որ Վիգենն ի վիճակի չէ կրել բանտարկությունը։ Ըստ նրա, Լիբանանի հայ ազգային կոմիտեն դիմել է ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչին, խնդրելով բարձրացնել Վիգեն Էուլջեկչյանի հարցը, որը 2020 թվականից ապօրինի բանտարկված է Բաքվում։ Հիշեցնեմ, որ 46-ամյա Էուլջեկչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, նրան առևանգել են Ադրբեջանի զինվորականները Արցախում 2020-ի նոյեմբերի 10-ին 44-օրյա Արցախյան պատերազմի ավարտին կնքված հրադադարի համաձայնագրի հաջորդ օրը։ Նա Ադրբեջանի կողմից պատանդ վերցված 6 քաղաքացիական անձանցից մեկն է։ 5 տարվա գերության ընթացքում Էուլջեկչյանը ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական բռնության։ Մեզ հաջողվել է զրուցել Լիբանանում գտնվող նրա կնոջ հետ, ռեպորտաժը մեր եթերում կլինի ժամը 20-ի թողարկմանը։